Պատրաստ եմ պատասխանել ձեր ցանկացած հարցին։ Մերկ նկարել, բայց ստանալ այն տպավորությունը, որ հագուստով է կամ հակառակը։ Մութ, որովհետև մութը միշտ շատ ավելի խորհրդավոր, շատ ավելի գաղտնիքներով լի է։ Մշտական բնորդուց պատահական զանգ պատվերի տեսքով։ Միանշանակ տաղավար, որովհետև տաղավարում ես ինքս եմ որոշում լույսը, եղանակը, ժամը, տրամադրությունը, ամեն ինչ ես ինքս եմ զրոյից ստանում տաղավարում։ Որսալ պահը, որտեղ զգացմունքները հայերեն զաշկալի վայդ, ոնց կլինի։ Թող լինի զաշկալի վայդ։ Մասնագիտություն, որով վաստակում ես։ Միանշանակ կնավիրուս։ Մեկը մյուսի հետ կապված են, չես կարող առանց լավ մասնագիտության, առանց լավ մասնագետ լինելու կյանքդ ապրես, նենց ոնց պետք է։ Չեմ սիրում նկարվել առհասարակ։ Այդտեղ դուռ կա, Մելին ջան, որ փակեք, այս դուռն էլ կարանք փակենք։ Մայստրո ջանը, խնդրեմ մի քիչ ցածր կանես երաժշտությունը ցավոտ տանեմ։ 1 1 1 2 3 2 ամիս կամերա բռնողը չի կարա ֆոտոգրաֆ լինի։ Չէ, այդպես թեմա չկա, որից խուսափեմ չուզենամ խոսեմ այդ թեմայից, կարող ենք նաև մերկ խոսել։ Կորոնավիրուսի ամենաթեժ շրջաններ Facebook-յան ընկերներիցս մեկի հետ զրուցում էի, ասեց Ստյոպ քո նկարները վիրուսի նման վարակում են բոլորին, ես տենց կեսկատակ, կեսլուրջ, իհարկե լավ իմաստով, ասեցի, որ կինն էլ ինքը իրենով վիրուս է, լավ իմաստով։ Ու այդպես առաջացավ կնավիրուս բառախաղը, որը մինչև հիմա, սենց ասած, դարձավ իմ այցեքարտը։ Ես չեմ մերկացնում, իրանք իրանցով են մերկանում։ Բոլորը չի, որ Հայաստանում հասկանում են այդ ոճը, ընդունում են այդ ոճը։ Համացանցում շատ են ասում, նույնիսկ պահանջում, որ ես նկարեմ կնավիրուսից բացի նաև տղավիրուս, բայց չէ, դա իմը չի սենց ասեմ։ Կնավիրուսը այն ժանրն է, որը իմ կարծիքով պակասում էր մեր լուսանկարիչների դաշտում, կան շատ տաղանդավոր լուսանկարիչներ, որ շատ լավ, շատ գեղեցիկ էսթետիկ ֆոտոներ են անում այդ ժանրում, բայց ամեն դեպքում քիչ են, հատուկ են մարդիկ են, որ այդ ժանրում նկարում են։ Մյուսն էլի մարդիկ կան, որ նկարում են, բայց իմ սուբյեկտիվ ինչ-որ տեղ նաև օբյեկտիվ կարծիքով շատ վոլգար է ստացվում իրանց մոտ։ Ոչ թե գեղարվեստական ֆոտոյի բնույթակրում ինք այլ ավելի շատ նմանվում է էրոտիկ ֆոտոյի։ Եթե ես պետք է նկարեի նենց ոնց որ մյուսները, ավելի լավ էր չնկարեի, ստուդիա չբացեի։ Ինչքանով որ հասցրեցի ուսումնասիրել, զգացի, որ նման ոճի ֆոտոների պակաս կա դաշտում։ Ու սկսեցի հենց այդ ժանրում ավելի շատ նկարել, իհարկե ցանկացած ոճով էլ նկարում եմ, լինի մանկական ֆոտոսեսիա, իվենթներ, նույնիսկ անհատական, ընտանեկան, գովազդային, ֆուդ, պրոդուկտ եւ այլն, ամեն ինչ։ Բացի թաղումից ու 21+-ից։ Ամեն ինչ նկարում եմ։ Մեր տղամարդկանց չեմ նկարել։ Օպերատորը նկարելու ընթացքում աշխատանքի ժամանակ սեր չի ճանաչում, չի ընդունում եւ այլն, բայց կա մարդու մոտ ենթագիտակցություն, որը ենթագիտակցորեն ինչ որ մի բան իրան ստոպ անում,
Եթե չեմ նկարում, ուրեմն չեմ նկարում, ոչ մի գումար չի կարա ստիպի, որ ես նկարեմ մի բան, որը չեմ ուզում։ Սա իմ աշխատանքն է, իմ աշխատանքի բնույթն է, համատեղում եմ հաճելին օգտակարի հետ։ Դիմում են ինձ, գրանցվում են, գալիս են ֆոտոսեսիայի։ Մարդ ուզում է իմ մոտ նկարվի, մի անգամ զանգեց, ես իր զանգին չպատասխանեցի, երկրորդ անգամ է կզանգի։ Մոդելը պետք է իմ պատկերացրածին համապատասխան լինի, որովհետև բոլորից չի, որ կարող ես ստանալ այն, ինչ որ մտածել ես, այն, ինչ որ ուզում ես։ Կարա լինի, ասենք, ինքը ունենա շատ գեղեցիկ կազմվածք, բայց ներքին հմայքը, շարմը, ձգողականություն ինքը չունենա։ Սառը նկարներ ստացվեն, ոչինչ չասող։ Իմ նկարած նկարների մոտ 90%-ում դեմք չի երևում։ Դա արվել է զուտ նրա համար, որ տվյալ մոդելը չի ուզեցել, որ իմանան, թե ով է նկարում։ Մարդիկ նկարվում են իրենց անձնական արխիվի համար, վերջին հաշվով, դա իրենցն է։ Իմ հրապարակած նկարներից մեկի մեկնաբանություններում գրել էին լկտիություն։ Ես ուղղակի ինձ մի հարց տվեցի, ասում եմ Միքելանջելոյի Դավիթի քանդակը հավանում, շատ աստվածային գործ է եւ այլն, ասում եմ մերկ է, ընդունում եք դա, որ մերկը կարա լինի արվեստի գործ, մերկ տղամարդ է, ամբողջովին։ Իմ նկարներում կինը մերկա ոչ ամբողջովին ու 70-80% ծածկված է ստվերով։ Դուք տեսնում եք, հասկանում եք, ավելի չեք տեսնում, հասկանում եք, որ մերկ է, բայց մերկություն չեք տեսնում։ Հիմա ոնց հասկանամ ես ձեր մոտեցումը այդ ամեն ինչին։ Արտադիր չի մերկի տպավորություն ստանալու համար ամբողջովին մերկանալ։ Դե հիմա ով ում կինը ամուսնուն թե ամուսինը կնոջը կուզի ինչ-որ անակնկալ մատուցի, դա արդեն ինձ չի վերաբերում, իմ գործը նկարելն է, այդքանով սահմանափակվում է։ Ամենաանհեթեթ առաջարկը։ Ուսանողական տարիներից կա մի հատ շատ հետաքրքիր ու զավեշտալի դեպք, որ հարսանիք էի նկարում, վերջում, երբ որ տեխնիկան հավաքեցի դուրս գայ, Փեսայի մայրը, որը կանգնած էր ռեստորանի դռների մոտ ու հյուրերից մի քանիսին ճանապարհում էր, ասաց՝ «Տղա ջան, խնդրեմ մի րոպե կսպասես»։ Ասաց՝ «Բա ոնց, գիշերը չես նկարելու»։ Ասացի՝ «Չէ, կինը շատ լուրջ, հոգոց անելու», ասաց։ Ափսոս։ Ընտանիքիս անդամները բոլորն էլ շատ նորմալ են վերաբերում այս ամեն ինչին, հատկապես հայրս։ Կարելի ասել առաջի ուսուցիչ ինձ համար եղել է հայրս։ Մինչև հիմա էլ ինչ նկար, որ մշակում եմ, առաջինը հորս եմ ցույց տալիս, միասին մի հատ թեթև քննարկում ենք ունենում։ Ավարտել եմ թատրոնի կինոյի պետական ինստիտուտի օպերատորական բաժինը, մասնագիտությամբ կինոյի հեռուստատեսության օպերատոր, լուսանկարիչ եմ։ Մոսա կարող է հանդիսանալ ցանկացած բան՝ երաժշտություն, ֆիլմ, եղանակ, տրամադրություն, կարող է ինչ-որ մի միտք առաջանա, ինքս էլ չիմանամ, թե որտեղից առաջացավ այդ միտքը, ու կարճամ այդ մտքից իրան զարգացնեմ, հասունացնեմ ու բերեմ հասցնեմ մինչև ֆոտոսեսիա, ավարտ, նկարների հրապարակում։ Չի լինի ընենց մի մարդ կամ ինչ-որ մի բան, որը ինձ ստիպի, ես թողնեմ իմ մասնագիտությունը կամ նույնիսկ կնավիրուս նկարելը։ Կամ մի նկարի, կամ չգիտեմ ինչ։ Միանշանակ ես կընտրեմ չգիտեմ ինչը։ Նոր մարդ չեմ, դուք ասեն, որ Նաոմի Քեմբելի հետ շատ մեծ աճույքով կաշխատեի կնավիրուս թեմատիկայով ֆոտոշարքանեի։ Բագիրայի կերպար եմ ես տեսել միշտ իր մեջ։ Հայրից եկեք անուն չտամ։ Արդեն ես իրան ասել եմ, որ ես իր հետ ուզում եմ աշխատեմ ու շատ հնարավոր է մոտ ժամանակներս լինի ֆոտոշարքը։ Քաղաքական գործիչներից առիթ չի եղել, որ նկարեմ։ Առհասարակ քաղաքականության հետ աշխատում եմ ընդհանրապես գործ չունենալ, այդ թեմայով ոչ մի կետ չխոսալ։ Ինքնանկարներ ունեմ, բացի դրանից ես նաև
դասավանդում եմ լուսանկարչություն ու Photoshop ու հաճախ եղել է, որ դասերի ժամանակ ուսանողներս ինձ նկարել են, չլինեին ուսանողներս չունենա նկարներ։ Հիմա թարսիպես բառ չի գա մտքից, գիտեք։ Կնավիրուսի թեմայի հետ կապված լավ ասեմ, էմոցիա տրամադրություն գիրք։ Չի կարելի նկարել նկարելու համար։ Չի կարելի ուրիշի արած գործը ներկայացնել իբրև քո արած գործ։ Ուրիշինը ցածրացնելով փորձել քոնը բարձրացնել։ Չի կարելի չհարգել մյուս լուսանկարիչներին։ Ձեզ շնորհակալություն։